Քեզ պատմեմ Թալիաթի իմահը գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողած անուշ, խմողած անուշ։ Որ մարդը խոսում է, որ չի կարելի, այդ մարդուն խննգում են, մեդիա դաշտը խոդ են տալիս, սարքում են չուտ լինի ազգի դավաճան, պրծնում է թեմա։ Թքեմ ձեր պայմանագրի վրա էլ, ձեր ստորագրության վրա էլ, տո ձեր վրա էլ։ Դուք պետք է չլնեք, բացահայտ մարդիկ ասում են։ Եթե նա կարա Ամերիկային ասի, եթե նա կարա Եվրոպային ասի, եթե նա կարա հալամ աշխարհին ասի, ուրեմն Ալիև իր համար ինչ է։ Եթե չլիներ Ուկրաինայի այս կոնֆլիկտը, վաղուց Հարավային Կովկասում ամեն ինչ ընկել էր իր տեղ։ Ելքը միանշանակ իշխանությունների հրաժարականն է, միանշանակ։ Լինելու է հրաժարակ։ Իշխանությունը գնաց տարի ու կեսում Հայաստանը կարելի է ծաղկեցնել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության նախագահ Արթուր Ֆարմանյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն Զարգել Արտակ։ Պարոն Ֆարմանյան, ըստ Հայաստանի գործող իշխանությունների իրենք պատրաստ են այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տակ դնել իրենց ստորագրությունը։ Ընդհանրապես դուք ո՞նց եք գնահատում այս խաղաղության process-ները, որի վրա մեծարումով Ալիևը թքած ունի, կներեք։ Չէ, հիմա տեսեք ինչ է կատարվում, հարգելի Արտակ։ Նախ եկեք հասկանանք այդ խաղաղության պայմանագիրը ում հետ է։ Խաղաղության պայմանագիրը կարելի է անել այն մարդկանց հետ, ովքեր adekvat են։ Եթե դու ուզում ես ստորագրես խաղաղության պայմանագիր այն մարդու հետ, որը ամեն մի 5 րոպե մեկ քեզ մեղադրում է քո ագրեսիայի մեջ, որը չկա, քո ֆաշիզմի մեջ, քո լավ չլինելու մեջ, կարելի է թվարկել։ Ու պահանջները ավելանում։ Ու պահանջները ավելացնելու։ Սրան ձերբակալի սահմանադրություն փոխի է սարային արա։ 100 հոգի հերոս տղեկին, ովքեր եղել են ճակատամարտում իրանց դեմ դրանց տուր, հենց էդի հարցականը կտան, թե չեն, դա համոզված են, որ կտան, ուղղակի լավ չեն ուզում։ Ում հետ։ Կամ ինչ պայմանագրի մասին է խոսքը։ Վերցնենք, իրանք եկան, իրանց բերեցին իշխանության, այն պահով, որ այս մարդիկ ժողովրդական, նախ ասեմ, ես համարում եմ, որ իրանք ընտրված, իրանք ոչ լեգիտիմ կառավարություն են, քանի որ ազգը մերժել է նախորդ իշխանությունների։ Ուղղակի որ ուրակը ձեռման է գալի, այդ ուրակն էլ անցնելու էր այդ պահին։ Հիմա դու եկել ես, խոսում ես այն պայմանագրի մասին, որ այդ պայմանագիրը ինքը Իրանում ոչ մի բան չի ներկայացնում։ Ոչ մի բան։ Հա։ Քանի որ պայմանագիրը այն դեպքում է, եթե երկու կողմն է գալիս են համաձայնության փող զիջումների, ոչ թե մենակ դու ես զիջում ես պահին։ Սա եմ զիջում, նա եմ զիջում, ինչ ասում են, սա զիջում են։ Հետո ժողովրդին ընտրել ես դու։ Վարչապետներից մեկը ես եմ, մեկը դուք եք։ Ես չեմ ասել։ Պաշտոնը զբաղացող անձն է ասել։ Դու հիմա այս 3 միլիոն առանց 3 միլիոն վարչապետի ինչ ես կնքում։ Եթե ժողովրդական դու կառավարություն ես, դու պետք է հրապարակես, դարձնես հանրային այդ բոլոր բովանդակություն այդ պայմանագրի, դնես ռեֆերենդումի, ազգը կանցունի խնդիր չկա։ Չէ, բայց դա օրենքն է պահանջում 1 եւ երկրորդը կներեք։ Ինչու է գաղտնիք պահվում մեռան ընդդիմությունը բաց ասելով, ժողովուրդ իմ խաղաղությունն եք ուզում, բերում եք ինձ խաղաղություն։ Մտածեք տնենք ինչ է այդ խաղաղության մեջ։ Հիմա տեսեք Արտակ ջան, ինքը ասում է, երբ որ մենք սաղ կանենք, նոր հրապարակենք։ Հիմա ոնց որ բիզնեսի օրենքով։ Ստեղ են ասել, հա։ Հիմա ոնց որ բիզնեսի օրենքով այդում է Զակաշիկի մոտ պայմանագիրը նա արդեն լրիվ պատրաստել է, դու ստորագրում ես, բայց բովանդակությանը տեքստի պատրաստես, հետո գալիս է որ դու այդ կան աշխատանքները ամեն ինչ արես, մի բան է պարտքես։ Հասկանում եք ինչ է։ Հիմա իրանք ինչ են ուզում սրանով անեն։ Մեկ անգամ եւս ապտակ են տալիս ազգի, մեկ անգամ եւս։ Ու գիտեք ինձ դա անում են ցինիկ ձևով։
ասեք մարդ կա գոնե մի քիչ ամոթ ա ունենում, էլի կարան նենց անի գոնե երեսը չտա։ Ժպտալով, ձեռ առնելով, այն Արարատ Միրզոյանը դրեց խնդալով, կես անգլերեն, կես ռուսերեն, ում եք ձեռ առը։ Ում եք ձեռ առը։ Իսկական ձեռ առնելիք դուք եք, ոտից գլուխ։ Ոտից գլուխ։ Աշխարհն է ձեռ առնում ձեզ։ Իրանք ձեռ առնելը դե իրանք տենց են մեծացել, իրանք սկսեն ծնված վախտվանից ձեռն առ, իրանք համար դա սովորական է։ Իսկ մենք մեծ ազգ ենք մեր հոգեբանությամբ, մեր մտածելակերպով, դրսում մեր հայ ժողովուրդը մեծ անուն ու պատիվ է վայելում։ Ուր եք տանում կողում հողը այն, որ արել են մեր պապերը, ինչի համար, ինչ նպատակներ ունեն։ Պարոն Ֆարմենյան, խաղաղության օրակարգը այդուամենայնիվ ունի իր սպառողը, մարդիկ նույնիսկ կուրորեն չեն ուզում վատ այլընտրանք կարծիք լսել։ Այ լավ է, իրենց սիրելի վարչապետը ասեց խաղաղությունն է։ Հեսա ինքն է կդրի ստորագրությունը տակը, ընդեղ էլ էշ են, էլի ասենք, թշնամին էլ էշի ականջում քնած է։ Չեն ասի, թքեմ ձեր պայմանագրի վրա էլ, ձեր ստորագրության վրա էլ, տո ձեր վրա էլ։ Դուք պետք է չլնեք, բացահայտ մարդիկ ասում են։ Հիմա ներքին սպառման առումով այս ուզում են մարդիկ այդ խաղաղությունը, առավել եւս 2020-ից հետո։ Ասացեք խնդրեմ, նախ որքանով իրատեսական է այդ խաղաղությունը մեկ եւ արդյոք առանց որևէ միջազգային երկրի երաշխիքի որևէ գերտերություն, որ ասում է փողոցային կռիվների նման, էլի։ Հա, ես գարանտ եմ, տղեկ, դավայ ստորագրեցիք։ Ստորագրեցինք, լավ, վաղ ինչ երաշխիք, որ Հեյդարովիչը չի խախտելու այդ պայմանագիրը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Արտակ ջան, նախ իրանք այդ պայմանագիրը այսօր մուրում են, մուրասկանի պես ընկած են հետևից։ Էդի մեկ։ Խաղաղության պայմանագիրը, եթե մենք խոսում ենք իսկական գաղափար պայմանագիր խաղաղության մասին, միշտ առաջարկում է հաղթող կողմը իր պայմանների վրա։ Եթե դու այսօր քեզ պարտված ես համարում, դու գնում ես քո թշնամուն, առաջարկում ես խաղաղության խաշմերուկ էին ասում, պայմանագիր էին ասում։ Տարաշրջան։ Այս ապրես։ Հիմա իրանք անելու են լրիվ այն պայմանները, ինչա ձեռ տալի դրան, քանի որ սրանց աշկերի մեջ թշնամին տեսնում է վախ։ Դուք նոր քիչ առաջ փողոցային կռվից ասեցիք։ Եթե փողոցային կռվի ժամանակ դու դերում ես, որ դիմացի տղեն վախեցած է, այն փողոցային լեզվով ասեմ 1000-ում գազը ավելի շատ է տալի։ Բա ոնց։ Բայց եթե տեսնում ես դեմդ կա ինչ որ մի հատ տղա, որ կարա լինի հակահարված, արդեն սկսում ես պայմանավորվել։ Ստե չկա էդի, դիմադրություն չկա։ Որ մարդը խոսում է, որ չի կարելի, այդ մարդուն քննվում են, մեդիա դաշտը խոդ են տալիս, սարքում են չուտ լինի ազգի դավաճան, բրծնում է թվում։ Ես դες ավելին ասեմ, ես ձեր եթերից հետո մեզ էլ ինձ էլ կսարքեն։ Ես համոզված եմ։ Քանի որ այս մարդիկ չգիտեն ինչ է հայրենիքը, չգիտեն ինչ է հայ ազգը, չգիտեն ինչ է պայմանագիրը, որ դեպքում է դա ստորագրվում։ Իսկ երաշխիքներից, ես դες նորից ասեմ, երաշխիքներից կարալի գերտերություն, որ ես անձամբ տեսնում, թող հիմա մեր հայրենակիցները ինձ ինչ ուզում ասեն, միակ հարավային Կովկասում գարանտ կարակայինի Ռուսաստանի Դաշնությունը։ Ոչ մեկ, ուրիշ ոչ մեկ, ոչ այդ Ամերիկան, ոչ այդ Եվրոպան, եթե քիչ անց Բայց կներեք, էլի մի քիչ պարզ խոսենք, էլի այս ձևակերպմանս համար ներողություն, այդքան կա Ռուսաստանը, պարոն։ Ռուսաստանը կա այնքան իշքան, դաժե հենց ռուսները իրանք չեն պատկերացնում։ Ձեզ ասում է մարդ, ով մանկապարտեզից բռնած, մինչև բուերը ավարտել է Ռուսաստանում, հավատացեք։ Ռուսը կա ավելի քան մարդիկ իրան պատկերացնում։ Կարա Ալիևին բան ասի ու տենց լինի։ Եթե նա կարա Ամերիկային ասի, եթե նա կարա Եվրոպային ասի, եթե նա կարա հալամ աշխարհին ասի, ուրեմն Ալիևը իր համար ինչ է, նախ Ալիևը դուխ չի անի խոսա։ Վլադիմիր Վլադիմիրիչի հետ ուղիղ ոնց որ ես ձեր աշկերի մեջ նայեմ, նա կվախենա նրա հետ շփվի։
Հələ այդ էլ հարց է, այդ մոմենտ որ կուզենա շփվի Վլադիմիր Վլադիմիրը իրան կլսի թե չի լսի։ Որտեւ ստես հակառուսական ռոպագանդան երրում է, Դե գիտեք ինձ, հիմա հակառուսական ռոպագանդան այնքան երրած, մինչև հասանք այսօրը։ Էլի թող երրա։ Դալշը երրացրեք։ Կներեք, բացադրեմ։ Այս մեր Ամերիկամետ, Եվրոպամետ, այս մեր որ գնում էինք դրոշակները ցայելով, ինչ արեց մեծ հարգանքով դեպի նախագահ Տրամպին։ Ընդունում եմ, բայց այդ մարդը առաջնահերթին պրեզիդենտ մինչև դառնալը նա խոշոր բիզնեսմեն է։ Այո։ Եթե դուք հիշում եք վերջի անգամ որ Զելենսկին խեղճ ու կրակ հելավ գնաց, նախ ղժած վրեն հակոստի, ըտից սկսենք, երկրորդ հերթին նստած մասսայական լրագրողների դեմ ինչ արեց։ Կարտերից էր խոսում, ասում ու тебя слабые карты։ Էն էլ ասում է, ես չեմ եկել կարտ խաղալու, երկիրը սկորում է։ Հիմա այս աթոռ զբաղացնողը որ լրագրողների մոտ ասում է մենք հրճակագիր ենք կնքե Ամերիկայի հետ կարտեր ունես ձեռդ հələ մեկ կալոդդ բաց նայի 6-ից ու 7-ից ավել դու կարտ չունես նույն բանը ասելու է քեզի Թուրքիան ու Ադրբեջանը բացելու են իրանց ղոզի տզերը պիտի քեզի կանչեն ասեն при большом уважении դու կարտ չունես մի հատ էսի տուր մի հատ էնի տուր ինչ ես անելու Կա անելու բան չկա։ Սուսուպուս պիտի տա։ Հետո է ասի սիրելի հայրենակիցներ, մեր կալոդի մեջ նկար չկար, 7-նոց ու 6-նոց է։ Դրա համար է հանենք տվենք։ Պարոն Ֆարմանյան, եթե այդպես հակառուսականությունը այստեղ երրում է, եթե Ռուսաստանի համար ձեռնտու չի այսպիսի իշխանություններ, ապա ինչու չի հարցերը լուծում ցարը, ինչպես իրենց գեղական կարգով, հա։ Գիտեք ինձ է, ես ասենք թե սիրելով մեր հայ ազգին իմ համար հարգելի արտակ, իմ ցարը իմ հայ ժողովուրդն է։ Ես ցար չունեմ։ Ես ունեմ լավ բարեկամ ընկեր, որը մեծ կարգավիճակ ունի եւ մեծ դեր է խաղում աշխարհով մեկ։ Նա ցար չի, հայ ազգի համար ամեն դեպքում ցար չի։ Մենք չենք սիրում ցար։ Մենք յուրաքանչյուրս մենք ցար ենք։ Ուղղակի ցավոք սրտի ես վերջերս մի քիչ հիվանդացած ցարերը շատ են, բայց կբուժվեն։ Հիմա տեսեք, եթե չլիներ Ուկրաինայի այս կոնֆլիկտը, վաղուց հարավային Կովկասում ամեն ինչ ընկել էր իր տեղը։ Վառ օրինակը բերեմ։ Աբխազիան մտան, չէ՞ ուժեր, եվրոպական, ամերիկական, թուրքական, ինչ արեցին։ 2 վայրկյանով լուծեցին այդ հարցը, գցեցին տեղը։ Այսօրվա դրությամբ ես համոզված եմ, որ աբխազ ժողովուրդը, վրացի ժողովուրդը կլեն մտերիմ բարեկամներ եւ կապրեն ու կզարգանան։ Քանի որ դա ուզում է ձեր ասած ցարը։ Իսկ եթե ուզեն նրանք, չէ, ընդ պորտեր կան, ընդ այդ կա, այն կա, բիզնես։ Այդ ուժերը, արևամետ ուժերը եւ արևմտամետ, իրանք ասենք թե սիրում են հետեւյալը՝ բիզնես եւ փող։ Ես ձեր հաղորդումներից մեկում ասեցի, որ ամերիկական մոդել դեմոկրատիան բերում է պոռնիկության, սպանության արուն, այդ մարդիկ աշխատում են գումար ամեն ինչի վրա։ Ես ձեզ հավաստացնում եմ, որ ոչ մի Ամերիկայի նախագահ, ոչ մի իրանց դեպարտամենտ հայի համար սիրտը չի ցավում։ Չեմ կարող ասեմ, որ Ռուսի համար է ցավում, բայց ռուսը ունի իր շահերը, մենք իր սահմանի մոտիկ ենք։ Ուզի չուզի պիտի պահի։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Ուկրաինայից հետո, որ ըստ որոշվելու ցաբանների շուտով կհանգուցալուծվի, ապրիլ, ասում են նույնիսկ մայիսի 9-ին հաղթական շքերթով էլիպտի ռուսները տոնեն հերթական հաղթանակը, Հայաստանի հերթը կգա։ Ես մտածում եմ, Ավելին ասեմ, ներողություն, մեկ-երկու հոդված կարդացի, որտեղ ասում են, որ Ռուսաստանը արդեն ունի իր վարչապետի իր թեկնածուն։ Խնդրեմ, ինչ կասեք այս մասով։ Կան խմորումներ, ինչ վերլուծական դուք ունեք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։
Գիտեք ինձ եմ մտածում, ես մտածում եմ, որ ոչ մի վարքյան Ռուսաստանը, Հայաստանը իր աշկից աշկաթող չի արել։ Քանի որ նա իրանց շահերն առաջի երթի։ Չի տալիս Թուրքիային ինչպես։ Իհարկե, եւ չի է տա Թուրքիային։ Ի տարբերություն մեր իշխանությունների, որոնք այսօր են որոնք Էրդողանի ոտերն են պաչում։ Ռուս ազգը հիշում է իր նահատակներին դեռ 1800-ական թվականներից ռուս-թուրքական պատերազմներից ու ռուս ղեկավարները միշտ շեշտում են, որ Կովկասը վերցրած է ռուս զինվորի ոսկորների հաշվին։ Դրա համար նրանք գնահատում են իրանց զոհերին, տեսեք ինչ է Ուկրաինայում կատարվում։ Էթում են պատոկ, այդ մարդիկ իմիջիալից այս վերջերս մի հատ բան տեսա, հոլովակ շատ լավ է, գեղարվեստական կինոից էր հանած, ուրեմն թուրքը գալիս է, ասում է այդ բանի ուղարկած պասոլը սուլտանի, ասում է ճանապարհին կորել է, մի շաբաթ հետաձգեք ռուս-թուրքական պատերազմը, ջեր դիմավորում է ռուս գեներալը, ասում է դե ինչ անենք, պատահում է, մարդա կորել է, դե մինչև նրան գտնեք, մենք մի շաբաթ առաջ կգանք, էլի ոնց որ գալիս է։ Դումայով ասում է դա Ստամբուլը դայջում, էլի զանիձելու։ Այսինքն դրանց հետ խոսում են մենակ այդ լեզվով, դա ռուսական փսիխոլոգիան է։ Մտածի, այնի չի խառնվում իրար, չի ասում հա սպասենք, ոնց որ սրանք են ասում սպասենք, ում սպասենք, տրամվայը չկա որ սպասենք։ Հասկանում եք։ Նրանց փսիխոլոգիան ուրիշ է։ Նրանք կյանքում չեն տա Հայաստանը Թուրքիային, որքան էլ սրանք ուզենան այդան Թուրքիայի մոտ։ Իմիջիալոց հեսա կանրադառնանք, որ թուրք լրագրող ասում է, որ Հայաստանի փրկությունը միայն Թուրքիան է։ Այդ առանձին կինո է, իդեպ անպայման հաջորդ հարցը դա էր, պարոն Ֆարմանյան, տեսեք, թուրք լրագրողներ են հրավիրվում պետական բյուջեի հաշվին, իմ ու ձեր տված հարկերից, մուծած կոմունալից մարդը բյուջեա, մի քանի միլիոնի մասին է խոսքը, բյուջեա հատկացնում, հրավիրում է թուրք լրագրողներին, այստեղ ժպիտով, սիրառատ խոսում է թուրք լրագրողների հետ, լավ է անում, հյուրընկալ ժողովուրդ ենք։ Բայց գնում են այդ թուրք լրագրողները ռեպորտաժ են պատրաստում, ցեխոտում են, մրոտում են, մեզ սենց անարգում են, ու արդյունքում ստացվում է, որ մեր հաշվին մեզ թքեցին, մրեցին։ Այն սկեչ կար մի ժամանակ, իմաստը, բացատրեմ։ Եթե դուք ինքներդ ձեզ չհարգեք, հարգելի արտակ, ձեզ ոչ մեկ չի հարգի։ Մենք այսօր կորցրել ենք մեր եսը։ Այդ գումարները, որ դուք նշեցիք հարկատուների ջեբից գնացած, որ այդ լրագրողները բերելու տեղը, մի հատ այն 18-19 տարեկան այն ժամանակ, որ դարձան հաշվանդամներ, այդ երեխեքի պրոթեզների հարցը լուծեք։ Պրոթեզների, որը մեղավոր են, որ իրանք չզոհվեցին անու ոչինչի, մնացին հաշվանդամ։ Այդ հարցը լուծեք։ Ոչ թե թուրքերին բերեք, լավ հասկացա, մեկին բերեիք, ուզում եք լուսաբանեք, 10 սատը շալկեր նստել ես, այնց է մի հատ քեզնից դավոլնի նստել ես, ոնց որ կինոյի միջի տղեն ես, բայց ցավոք սրտի թե երջանկությամբ այդ կինոյի տղեն հաստատ չես։ Դա ես վստահ եմ ասում։ Կարող է պատահի այն մասովկեքի մեջ այն վազվզողներ որ կան, դա կարաս անես, բայց հաստատ կինոյի միջի տղեն չես։ Թուրքը իր բերնով հարցա տալի, ասում է ցեղասպանություն, ուզում է օլորի, որ ցեղասպանություն բառը ինքը չէ, բա ի՞նչ է։ Ասում է մենք դասեր պետքա քաղենք պատմությունից, բայց պատմությունը դա անցյալով է, մենք նույնիսկ մատերը տնգել է, մենք ապրում ենք այսօր։ Այ ախպեր, այ ընկեր, այ տղա։ Ես ասում եմ հետեւյալը, դա ես չեմ ասում, պապերն են ասել, մարդը եթե չունի անցյալ, չունի ապագա։ Եթե դու չգիտես քո պատմությունը ինչ է եղել, դու ոնց կարաս ներկայից խոսաս կամ ապագայից։ Ինչի մասին ես խոսում։ Թուրքերը հարց են տալի Արցախի մասին։ Նորից օլոր-մոլոր էթումասարով։ Ուղղակի ինքը գիտեք որտեղ է խափնվել։ Ես ձեզ ասեմ, ինքը խափնվել է միտեղ։ Եթե իր մուտի լովկեքը հայ ազգի մոտ անցնում է, թուրքերի մոտ չի անցնում։ Դրա համար է նրանք գնացին ընդ ասին են ինչ որ արեցին։ Ուղղակի իր կատարելագործված է իր մուտի լովկեն, հասկանում եք, այս ազգն էլ ուտում է։ Ցավոք սրտի կերել է մինչև այս հասարակության մի մաս, հենց ասեք։ Դե հիմա դրա համար ասում եմ, շաշտու ռուսն ասում է արդեն արթնանում է ժողովուրդը։ Արտակ ջան, իրանք պրծել են որպես իշխանություն ու որպես կառավարություն, բայց գիտեք ինչ լավ բան ա եղել այդ հարցազրույցի ժամանակ։ Այդ հարցազրույցի ժամանակ եղել է մի հատ շատ լավ բան։
Ես որպես իրավաբան 6 հոդված քրեական արդեն ունեմ իրան դեմ տալու, երբ որ ինքը կետա իշխանությունից ու երկուսը դրանից ցմա բանտարկությունն է։ Ինքը իր բենով ինքը չի ասում խոսքի մեր թիմը, մեր կուսակցությունը, ասում է ես։ Կարակ նայեք, իր հարցազրույցը կա, ես սենց արի, ես։ Այսինքն հանցագործ աշխարհի եւ փողոցային լեզվով ասած վիզավ է գալու։ Արդար տղա։ Բայց կներեք, սա միապետություն չի, սա ինստիտուցիոնալ պետությունն է։ Դու ով ես, որ դու ինքնուրույն որոշում կայացնես, կամ առնվազն որպես կառավարության ղեկավար, այո, կարող ես գործադրի, բայց դա պետք է հաստատվի։ Այս անտերը խորհրդարանական երկիր է։ Բանդեղին չեն նստած 130 հոգի։ Դե նստած են նրա համար, որ ինքը իր եսը առաջ տանի։ Դե թող փակենք ամեն ինչը, այտենց չի, չէ։ Մի հատ էլ ժամանակին կային, չէ։ Մի խոսքով անցանք առաջ։ Այսքան լրիվ ֆիասկո էր թուրք լրագրողների կանչելը։ Էդի ոչ թե ֆիասկո էր, էդի խայտառակություն էր։ Էդո բացի էդի։ Դուք տեսեք, ինքը թուրք լրագրողների մոտ ինչ է ասում։ Ասում է արևմտյան Ադրբեջանը, որ մենք ասում ենք, ճանաչում ենք։ Դրա համար մենք ասում ենք արևմտյան Հայաստանը դա Արմավիրի մարզն է, բայց մի բան չի հաշվի առնում, որ արևմտյան Ադրբեջան, որ դու ասում ես, նրանց տերիտորիան շատանում է, բայց արևմտյան Հայաստան ասելով դու պակասացնում ես։ Ընդհանրապես օդանավակայանները մի աշխարհով մեկ էլի, այն որ ասենք թե նոր պրոյեկտները կան, սահմանի վրա են ընդհանրապես, քաղաքից դուրս էլի անվտանգության խնդիր կա։ Խորհուրդ եմ տալի տվյալ անձին, ինչ գործ ունեք Արմավիրի մարզը, Էջմիածին, ինչերից է պետք, ով է այդում իմանդ է։ Սվարտոց օդանավակայանը կակրած արևմտյան Հայաստանը, Մասիսարներում է, այն էլ մերը չի։ Հիանալի պատմություն։ Այս կողմից աշտարակ, մաշտարակ կտակ շատ ինչ ենք անում, Երևանում իշքան մարդ կա։ Մնացածն է կետան Ռուսաստան պրծանք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պապս ասում էր իշտաներին քացախ։ Հա։ Անցանք առաջ։ Լավ երազա, եթե կատարվի, չէ։ Հա։ Բայց դա չի խանգարում Մսյո վարչապետին, որ գնա այստեղ այնտեղ իրան կոտորի, կարծես Գյումրիում տեխնատու չկա, ինքն է, ամենտեղ ինքն է։ Այնտեղ էլի ցենց ինչ որ հիմար կեղծ թեզեր են, աղքինները, բաները, յաշիկ առ յաշիկ, չգիտեմ ինչ էր ասում։ Ընդհանրապես այս թեզերը դեռ աշխատում են, պարոն ձեր կարծիքը։ Հիմա նայեք, այսինքն յուրաքանչյուր մարդ, դա ես չեմ ասում, դա փսիխոլոգներն են ասում, միշտ խոսում է նրանից, ինչի դեմ ինքը ունեցել է կոմպլեքս։ Այսինքն վեր նայելով 18 թվից մինչև այսօր, ես եկել եմ ինչ եզրակացության։ Դե միլիցիայում, ասենք, հոգեբանություն բացադրում են, էլի, դաս կա հատուկ, ORD-ը կոչվում, օպերատիվնա ռազսկնայ դիեյթենես, որտեղ որ հանցագործի հետ խոսելուց իր հոգեբանությունը զգում ես։ Այսինքն ես սկզբից մտածում եմ, որ այս մարդը քյաբաբա հետ բերում, սոված է, դե ոչինչ, հիմա լում է։ Դե խորոված արին։ Էդ էլ կերավ, փաթաթեց, փորիկը մեծացրեց, լրիվ ամեն ինչ ախոժալի արեց։ Ընդունում, դե սոված է սաղթակ, ինչ արել։ Ընդունում ենք, հիմա սոված մարդը դա հենց որ պիտի կշտանա։ Կշտացա։ Հիմա այս մարդու մոտ նոր կոմպլեքս կա։ Իրանք իրանց մեքենաների մասին չեն խոսում, իրանց կարտեժների մասին չեն խոսում, այն կարտեժները, որ հղի կանանց են սխմում, սպանում ու դրա համար ոչ մեկ ոչ մի պատասխանատվություն չեն, խոսում են ինչ որ մի հատ բիզնեսմենի յաշիկի մասին։ Եթե Արտակ ջան թույլ կտա, կդիմեմ մեր գործարար հայերին, մեր լավ տղաներին, ովքեր իրաց կրդինքով աշխատել են, մի քանի հատ յաշիկ տվեք, բլքին կշտանա, անդրադառնա հողերի հարցին, հողերը ումից ու եփ եք բերելու։ Դու պետական գործիչ ես, դու այսօրվա դրությամբ Հայաստանի ոչ բարով վարչապետն ես։ Քո առավոտից իրիկուն դու պետք է խոսաս երկու բանից։ Ա որ մարդու կյանքի հետ կապված մեր գերիներից, այո,
Եվ երկրորդը դու պիտի խոսաս մեր հողերից։ Եթե դու պետականամետ ազնվորություն ես, Երկուսից էլ չի խոսում։ բայց ինչի խոսա։ Հələ ящիկները չի խլե մարդկանց ձեռից։ Ящիկները որ խլի, այդ վաղտե 26 թիվը կգա ինքն էլ չի անցնելու, դե ящիկը կունենա քյաբաբն ու խորովածն տունը ինչ է։ Жизнь удалась։ Բայց չի մարսելու։ Թող Աստված կանչեն այս ԿՊԱ-ականները, ժողովուրդը մեզի չվստահի։ Եկանք իշխանության, ես ստալինիստ եմ իմ հոգով, արտասահմանում է բռնենք, անելու ենք են ինչ-որ պիտի անենք։ Մեր չեկանք կաշխատի ավելի հզոր, քան իրանց ԱԱՑ-ը։ Մենք չեկիստներին ենք բերում, մենք ԱԱՑ-ի աշխատող չենք բերել։ ԱԱՑ-ի տնօրենին հարց են տալիս, եղբայր, կրակել են թե չեն կրակել։ Խաղաղությունը որքանով ինչ ասում չես հասկանում։ Նորմալ երկրում Արտակ ջան։ Հետախուզության պետք կա իբր։ Մի հատ աղջնակի տարի դրել են ընդեր։ Լավ չէ, արտաքին հետախուզության։ Արտակ ջան։ Կներեք հարց են տալիս, ուզում են իրազեկվեն, այ մարդ ես գնամ հյուսիս կամ հարավ, որտեղա վտանգ կամ անվտանգ։ Ինչ են խոսում, իրանք է չեն հասկանում։ Մեր ԱԱՑ-ն կարա ձերբակալի ձեզ, ինձ, որը կանեն մեծ հաճույքով։ Այսինքն այն մարդկանց, ովքեր ինչ որ միտեղ իրանք են զգան վնաս կա։ Բայց եթե մենք խոսում ենք նորմալ պետության մասին, ԱԱՑ-ի տնօրենը պիտի 3 հրաման տար կալանավորելու վարչապետին։ Այդ ամեն ինչից հետո, եթե մենք ունենայինք ԱԱՑ, ազգային անվտանգությունը դա շիտն է, եթե դուք նայեք իմ գերբին, մեր կուսակցության գերբին, դա գրած ՍՄԵՐՇ-ի նշանն է, որը ԿԳԲ-ի ՍՄԵՐՇ-ն է, ու ՍՄԵՐՇ-ը վերադառնալու է։ Ու պատասխան տալու են բոլորը անխտիր։ Պարոն Ֆարմենյան, դուք ձեր խոսքում գերիների վերադարձին անդրադարձակ, ամեն անգամ կեղծ դատավարությանը հետևելիս սիրտը կտոր է լինում, էլի, որ հայրենակիցներդ այդքան այնտեղ ստորանում են եւ խոշտանգվում են, հա, ակնհայտ է մարդկանց տեսքից։ Բայց շատ իրավացիորեն նշեցիք, ավելին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նույնիսկ դիմեց Հայաստանի իշխանություններին մեջ բերելով Ամերիկայի նախագահի, եթե չեմ սխալվում, օգնականի արված ուղերձը, որտեղ շատ փաստարկված նշվում է, էլի, քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքի, գերիների վերադարձի մասին, բայց Հայաստանի իշխանությունները ծպտուն չեն անում երկու թեմայով՝ հողերի վերադարձ եւ գերիների վերադարձ։ Հələ հողերը թողենք մի պահ հանգիստ, հողը արյունով են պահում ու հողը արյունով էլ հետ ենք բերելու։ Գերիների մասին ինչու չեն բարձրաձայնում այս խղճուկ ողորմելիները, չէ՞ որ մարդկային ի վերջո սա ազգային արժանապատվության հարց է, էլի։ Արտակ ջան, իրանք չունեն այդ իրանց ասած դուխը, որ իրենք դուխով խոսում էին, իրանք էդի չունեն որ անեն։ Էդի մեկ։ Երկրորդ հերթին, եթե իրանք տեսեք մանրից ընդ ադներ չտամ, քանի որ այդ մարդկանց անձամբ չեմ ճանաչում, նախկին նախագահները, մյուսները։ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Լևոն Նացականյան, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, ասենք հիմա տեսեք, այդ մարդիկ միգուցե իրանք ոնց որ ասենք թե մեկ-մեկ չգցում են մեդիադաշ, որ թալանել են էսել։ Ախպեր ջան, եղբայր, թալանել են բերքո պետություն, թալանի համար դատի։ Թե չես թե թալանչիներին մեռավ դատելով։ Իմ համար, միգուցե հիմա ինձ շատ մարդիկ վատ բան ասեն, ես չունեմ ոչ մեկի այդ մարդկանց հետ, բայց առաջինը նրանք իմ հայրենակիցներն են, իմ արունն են, եւ երկրորդը այն ժամանակ, երբ որ Արցախի ժողովուրդը մարտնչում էր դաշտում, այդ մարդիկ եղել են առաջի շարքերում։ Իհարկե։ Այսօր դուք ձեր հերոսներին տվել եք շամ բերան, քանի որ նրանք գել չեն կարալ են, շուն են, գորշ շներ։ Տվել եք որ դնեն փրթեն ու դուք հերվից նայում եք։ Իմիջայլոց հիշում եք, ես ձեզ կարծեմ 2 հաղորդաշար առաջ ասեցի Սիրիայի պատմությունը։ Իմիջայլոց թուրքերը հարցրեցին, ասին Թուրքիան մեծ ազդեցություն ունի այսօր Սիրիայի վրա։ Ձեր հայերի վիճակը ինչ է լինելու։ Ասում եմ մենք դեմ զբաղվում ենք։ Ինչով եք զբաղվում։ 15 օր առաջ 17 հայ ընտանիք է սպանվել։ 17 2 ամիս ու կես առաջ ես ձեր հարտակից խնդրեցի իրանց, որ հայերին վերադարձրեք հայերենին։ Ոնց ասինք, իրանք ոչ լսին, ոչ է բան արել։ Ագնեն, բայց այդպես տվյալներ չի հրապարակում, բայց ես դες հիմա ասեմ, հիմա այդ գերիների պահով իրանք ես համոզված եմ, որ ոչ մի բան մատը մատին չեն խփում։ Ինչի համար չեն խփում։
որտեղ իրանց լսող չկա։ Ձեր ասած ցարի մոտ թողეთ, հա, անդե ապրի, Կրեմլի պատերի տակ ապրի։ Ցարը, որ հենց մեքենայով էլի, մի հատ կայնեսնի ասի Վլադիմիր Վլադիմիրիչ, այն հարցով է մեկ է։ Մի հատ անձերևի տակ թող կայնի ու իր մեդիադաշտ նկարի, որ երկրի վարչապետը գնացել է Բայցկայի մոտ, ցարի մոտ, խնդրում է իր գերին համար, խի չի անում, արժանապատվությունից ցածր է, բայց թուրքերի մոտ ոտեր ընկնել, մնգել է արժանապատվություն ցածր չի, այսինքն իր համար այնտեղ ավելի իրան հաճելի է, քան ստեղ։ Ես ձեզ ասեմ, իշխանափոխություն եղավ, կապ չունի, դա կլի Արտուր Ֆարմանյանը, Պողոս Պողոսյանը, Սիմոն Սիմոնյանը, հայամետ ուժեր եկան իշխանության, գերիների հարցը մի օրում կլուծեն։ Մի օրում։ Եթե վստահ եք, ժողովուրդը վստահի, ես անձամբ ձեր հարտակից խոսք եմ տալի, ես կլուծեմ։ Ինձ ընդհանրապես մի հատ Մոսկվայից էլ գալա պետք, ուրիշ բան պետք չի։ Եվ Պեկին։ Այդքան հեշտ է լուծվում։ Ասեմ ձեզ, ես այսօրվա դրությամբ տեսնում եմ հայ ազգի փրկությունը երկու պետության մեջ։ Առաջինը Ա, մեր կոմունիստական Չինաստանը, որի գաղափարը շարժվում եմ, այդ ուղղությամբ եմ եթում իմ ծրագրով եւ մեր ծրագրով, եւ երկրորդը Ռուսաստանին որպես երբետություն։ Մնացածը բոլորը շամպանսկու պրոբկա են։ Եղավ պարոն Ֆարմանյան, ես ինչ եք ասում, բա արևմտամետ ուժերը, բա Ամերիկան, բա Եվրոպան, բա ֆրանսիացիները, բա ֆինլանդական խաղաղապահները։ Դե ճիշտ է, իհարկե, դա ճիշտ է, դրա համար է Տրամպը։ ԵՄ դիտորդները, որոնք Ադրբեջանը սարսռում է, որ չի Դե դրա արձակվում։ համար էլ ինչ արեց Ամերիկան։ Ամերիկան հալամ աշխարհը խառնեց իրար։ Եվրոպային ասեց դավայցե, Եվրոպային սովի մատնեց, որ այսօր կրիզիսի տակ ճռռում է Եվրոպան, հետո է բանտիկը փաթաթեց սերուն Եվրոպայով, Ֆինլանդիայով, բանով Վլադիմիր Վլադիմիրիչին ձեր ասած ցարին ասեց կեր, պատրաստ է դեսերտը։ Այ ինչ ա լինում։ Չի կարելի բիզնեսի հետ խաղալ։ Բիզնեսը միշտ կալոդի մեջ, իրանց կալոդի մեջ ունեն 8 ու բոլորը ղոզից են։ Չի կարելի։ Այսօր տեսեք Արտակ ջան, հիմա ասեմ, կասեն էլիտես կոմունիստական։ Չինաստան, Լաոս, Վիետնամ, որը Ամերիկայի հետ քյալատվեց, դե բնական է, ի շնորհիվ Խորհրդային Միության ամերիկացիք ոնց եկանն են գնացին, բայց տեսեք Վիետնամը ուր է այդու։ Արդեն շնչում է Չինաստանի հետևից։ Եվ ամենակարևորը ոչ միտեղ չկան։ Դուք տեսել եք մի հատ սկանդալ, որ Չինաստանը լի։ Մի հատ թեթև բան են խոսում, Չինաստանը մի հատ ասում է ու պրծավ, գնաց մի 6-7 ամիս ձենձուկ չկա։ Հիմա մի հատ ռայոնի ցենտր Հայաստան Հանրապետություն անենով, որ Չինաստանում ռայոնի ցենտրերը ավելի մեծ են, սաղ տեղերի մասին են խոսում։ Ինչի համար են խոսում, կարող մուտիլովկե ֆրֆռում է։ Այ իրանք ոնց որ կարող են մուտիլովկա անեն, դրա 10% մտածեն պետության մասին, իրանց մոտ կստացվեր այս պետությունը կառուցել։ 10%-ը, իրանց մուտիլովկի 10%։ Կներեք, էլի փողոցային, քանի որ ներվերս Հերիքչյանը մանավանդ թուրք լրագրողների համար թուրքին տարյա ծիծեռնակաբերք նկարում է։ Համոզված եմ, իշխանափոխություն եթե չլինի Հայաստան, ծիծեռնակաբերք կանդեն։ Բայց չեն կարա, ինչի համար, քանի որ մեր կոմունիստներն են սարքել։ Մեր սովետական միության ժողովրդական գումարները։ Ձեզ էլ ինչ ասես ասում են։ Այսօր երազի գործարանը չի որ դնեն կանդեն էլիտար շենքեր սարքեն։ Մենք վերադարձել ենք խաղադաշտ։ Իրանք ունեն մի ճանապարհ։ Սուսուփուս հրաժարական տան այդ։ Ու չեմ ասում, թող արտահայտ ընտրություններ լինի օրենքի սահմաններով, ոչ մեկին ոչ մի բռնության, անօրինականության կոչ չեմ անում։ Օրենքի սահմաններով։ Հասկանում եք, իրանք այնքան համարձակություն չունեն, որ գոնե իրանք իրանց մեղքը քաղելով ասեն ժողովուրդ ջան, չի ստացվել, մենք գնում ենք, եկեք այդանք արտահայտ ընտրությունների։ Այս դեպքում եթե ժողովուրդը նորից իրանց ձայնը կտա, ես կխնդրեմ ձեզ հրավիրեք, ես ներողություն կխնդրեմ ամեն ինչի համար։ Ֆորմանյան, այսինքն ամեն ինչ պետք է ընտրություններով որոշվի։ Գիտեք ինձ է սպառված է մեր ազգի հոգեբանական վիճակը, ներվային համակարգը խախտված է։ Չի կարելի մեր ազգին ինչ որ մի հատ ուրիշ դրդումների գնալ։ Պետքա ստիպել այս իշխանություններին, ստիպել։ Իրանք իրանցով չեն։ Մասաներով եք, չէ՞ ստիպելու։ Իսկ մասաներով արդեն իսկապես հիասթափված է ժողովուրդը եւ վերջին մի քանի ընտրությունները առնվազն ցույց տվեցին, որ եւ համապետական եւ թիմ
որ թքած ունեն, էլի մի մեծ զանգված ուղակի ասում է ձեր բոլորի հերն էլ անիծած, սա բոլորդ էլ բանեք, վատնեք։ Արտակ ջան, ես Հետևաբար կներեք, իշխանությունն ունի լծակներ, վարչական եւ ոչ միայն, այստեղ գնալ ընտրության չի նշանակում, որ ի սկզբանե Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ չի կարա լինի, ասեմ ձեզ ինչի։ Հիմա բացադրեմ։ Թող ժողովուրդը մի հատ նայ, ես այսօրվա դրությամբ հպարտորեն ինձ համարում եմ կոմունիստ բոլշևիկ։ Հպարտորեն, ես հպարտանում եմ այդ անունով։ 70 տարի մեր հայ ազգը ապրելա մեր կուսակից ընկերների շնորհիվ։ Թող վերցնեն, նոր մի հատ բժշկուի երեք է խոսում, էր ասեցի ներողություն դուք կրթությունը որտեղ եք ստացել, Խորհրդային Միությունում։ Հիմա կարաք նույն ձևի ձեր նման մասնագետ բերեք, չէ, չեմ կարա, այլ ինչի մասին եք խոսում։ Որ ոլորտ ուզում եք վերցրեք։ 70 տարի հայազգ ունեցել է հիանալի կյանք, դա եղել է Խորհրդային Հայաստանի։ Պարոն Ֆարմանյան, եթե սոցիալիստական, ասենց սոցիումն ենք վերցնում, գուցե տնտեսական, բայց կներեք, էլի արժե համակարգային այնքան խեղ կատակություններ ա եղել, որ 20 թվականից կարող եմ սկսել գալ հասնել մինչև 91-2 թվական։ Եկեք ես ձեզ հիմա հակառակ ասեմ։ Չէ, եկեք չտրվենք, էլի որ ասում եք իդեալական չէ։ Չէ, երկու բառով ասեմ։ Բերդ, համալիր, տնտեսական, ենթակառուցվածքներ, կրթական համակարգ։ 29 գործարանին տարում։ Okay, խնդիր չի։ Բայց այնտեղ գաղափարական մարազմի է, էլի հասել։ Ձեզ ասեմ, ուրեմն մեկ անգամ եւս ձեր հարտակից կրկնեմ։ Առաջի հերթին եկել է իշխանության բանվոր դասակարգը։ Բանվոր դասակարգը դա ինտելիգենցիա չի։ Դպրոց չի գնացել, չի կարդացել։ Եթե նրանք դպրոց չգնալով էսքան արել են, բավարար դպրոց է թե ինչ կլիներ։ Ժամանակները փոխվել է մեկ։ Երկրորդը գլխավորն է եղել պատրիոտիզմ, սեր դեպի հայրենիք։ Կարող է պատահի մածուն ու կաթ չուտենք, բայց այսօրվա դրությամբ մածունը, կաթը, կարագը, ամեն ինչ կա խանութներում, բայց պատրիոտիզմը մեռած։ Դա կրթական համակարգն է։ Իսկ որպեսզի ձեր հետ համաձայնվեմ, յուրաքանչյուր կուսակցության մեջ կան իր պլյուսները եւ մինուսները։ Ես համաձայն եմ ձեր հետ, որ եղել են բաց թողումներ, եղել են եւ կոպիտ բաց թողումներ, բայց այդ բաց թողումները եղել են հարգելի Արտակ 1953 թվականի մարտի 5-ից հետո։ Հիմա տեսեք։ Ստալինի մահվանից հետո։ Այո։ Հիմա տեսեք։ Շատեր ասում են, տարել են, խփել են, գնդակարել են։ Թող հիմա մեկը ինձ ապացուցի, որ գնդակարողները այն վաղվա քպականները չեն եղել։ Օ։ Հա, թող մեկը ապացուցի։ Այն վաղվա քպականներին տարել խփել է մարդ, ինչ արել, լավ արել։ Քիչ է խփել։ Եթե սաղին խփածել էր, իր մահից հետո Խորհրդային Միություն չէր փլուզվի։ Ու այդ բաց թողումները դուք այսօր չեք շեշտի։ Միգուցե ռադիկալ ժոստկը նո վերնա։ Չէ, դե դավաճաններին ապացուցված դավաճանական արարքները պիտի ամենախստագույն կերպով պատժվեն։ Իհարկե։ Գնդակահարվի կախաղան կանեն, ընդհանրապես պետք է մտքներով անգամ չանցնի որևէ մեկի ով գալու է իշխանության պետական դավաճանություն անել։ Կաշառակերներին, եթե կա առևտուր, կա դավաճանություն։ Եթե կա առևտուր, եթե կա փողային շարժում, ուրեմն կա դավաճանություն։ Թուրքերն է մի հատ իրանք պասլովիցա ունեն, ասում եթե փողը տալիս ես հարցը չի լուծում, մի քիչ շատ թուր։ Եթե շատ ես տալիս չի լուծում, ավելի շատ թուր։ Նրանք են փարկասու տվող են։ Պարոն Ֆարմանյան, շատ վաննկատ անցնում է ձեզ այդ ժամանակը, հաղորդման վերջաբանն է, լավ, այսքան խոսեցինք, ո՞րն է լուծումը, ո՞րն է ելքը ի վերջո, ինչ եք առաջարկում։ Ելքը միանշանակ իշխանությունների հրաժարական է, միանշանակ։ Լինելու է հրաժարական։ Լինելու է։ Ամեն դեպքում մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Օրենքի սահմաններ։ Իսկ ինչ լավ կարծիք ունեք վարչապետի մասին, որ հրաժարականա տալու։ Ինքն էլ է հոգնի, ուղղակի վրան խաբար չկա։
Ինքը մեծ հաճույքով ուզում է այդ, ուղղակի ինքը մտածում է, որ այդ համ, բայց հետո ինչ անելու։ Այսօրվա դրությամբ նստել է անվտանգությունը դե պետական անձա պահում են։ Այսօր ուզում եք իրան հարցրեք, ասեք ձեռը դիսրտի, չնայած ինքը չի իմանում իր սիրտը որ կողմն հաշտեց, հա, բայց կդնի ամեն դեպքում մեջտեղը ու կասի իրոք ուզում եմ այդ համ, ինքը հոգնել է։ Ինքը հոգնել է ինքը իրան խաբելուց։ Քանի որ ինքը արդեն ինքը իր ասածին ինքն է չի հավատում։ Եթե առաջ ինքը հավատում էր ինքը իր ասածին, կամ փորձում էր հավատալ, հիմա ինքը չի հավատում։ Ընդհանրապես ես կարծում եմ վերջին օրինակ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպում, պարտություն, ողջ ստադիոնը վանկարկում է մեր ֆեդերացիայի նախագահի անունը, Մելիքբեկյան, հեռացիր եւ այլն, էլի դուրս են գալիս 30 մեքենաներով իրենց կորտեժներով գնում են, ոնց որ հաճույք ստանան պարտությունից, հանձնելուց, տալուց։ Այ քեզ բան։ Արտակ ջան, դա իրանց մոտ արդեն սովորություն է։ Սովորիտ է։ Եթե գիտեք ինձ է, մի հատ sense անեկդոտ որ քանի որ վերջաբանն է ձեր։ Լավա չղժղժած, ինչ է լինի, մենք մեր պարտված չենք։ Հիմա ձեզ մի հատ բան ասեմ, մի հատ թեթև անեկդոտով պոզիտիվ տրամադրությամբ ավարտենք։ Համեցեք։ Ուրեմն մի երիտասարդ մի տարի ընկնում է 30-րդ հարգից սաղ է մնում։ Եմ մի ընկերը մեկին պատմում, պատկերացնում ես 30-րդ հարգից ընկավ սաղ մնաց, ասում է это случайность։ Ասում է լսի դալշ, ասում է մի տարի անցնում է նույն օրը, նորից նույն շենքից էտի ընկնում է, էլի սաղ է մնում, ասում է это совпадение։ Ասում է լսի դալշը, մի տարի հետո էլի է ընկնում նույն օրը էլի նույն շենքից, էլի սաղ է մնում, ասում է это статистика։ Ասում է ախպեր լսի, այս տարի էլ է ընկե նույն հարգից ու սաղը մնացած այդ ուժը պրիվիչկա։ Հասկանում եք։ Հիմա այս մարդկանց մոտ ստատիստիկան էլ անցե, совпадение-ն էլ անցե, պատահականությունն էլ անցե, այս մարդկանց մոտ դա արդեն դարձել է իրանց բնավորության գիծը։ Մազախիստներ են իրանք։ Չփծրա ու իրանք իրաց լավ են զգում։ Իմ կարծիքն է։ Միգուցե սխալ եմ, բայց հավատաց Կտրուկ փոփոխություն սպասում եք ներքաղաքական դաշտում։ Իշխանությունը գնաց տարի ու կեսում Հայաստանը կարելի է ծաղկեցնել։ Տեսեք ինչ եմ ասում, տարի ու կեսում, չեմ ասում 2, 3, 5, տարի ու կեսում։ Ես գիտեմ Հայաստանի ռեսուրսները, ես գիտեմ Հայաստանի բարեկամներին դրսում, ես գիտեմ ինչ ուժեր են պատրաստ ներդրում անել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ինչ որ էս կոչվածը ասում էր, եթե նա աներ Հայաստանի իրոք կծախեր, ուղղակի նա խաբեց ժողովրդին։ Ինքը խելացի բաներ էր ասում։ Ինքը շատ խելացի բաներ ասում, ժողովուրդը դրա համար իրան հավատաց, բայց նա չարեց, նա ընդհանրապես քցեց, խաբեց, ոչնչացրեց։ Այն ինչին հավատում էր ժողովուրդը։ Այդքան գյուղատնտեսությունից մի օր դուք տեսել եք իրանք խոսան։ Մենք Կովկասի ժողովուրդ ենք։ Գյուղատնտեսությունը այսօր հանրապետությունում պիտի եռար ռուսական շուկանի քթի տակը։ Բելարուսիայի պես պետությունը, որը մի քիչ է տարբերում Հայաստանից, սա գյուղատնտեսությունը աշխատում է Ռուսաստանի վրա։ Ինչ եք ուզում, ասուս կարակ եք ուզում։ Ծախեք էլի, արտադրեք, ծախեք, վեգալեք, բերեք, ինչ եք ուզում։ Իրանք ուզում են մի բան, հարգելի Արտակ, իրանք ուզում են հայ ազգի ոչնչացումը տվյալ իշխանությունները։ Օֆիցիալ հայտարարում եմ ձեր արտակից։ Նրանք տանում են Աթաթուրքի ծրագիրը։ Այս մարդիկ թուրքամետ են, հասկացեք, իրանք թուրք ազգի համար հերոս են։ Դավաճան կանվանեք, չեք կանվանեք, դա երկրորդ խնդիրը։ Ինչ որ կարար աներ թուրքը, ինչ որ կարար աներ, այս մարդիկ անում են ավելի կատարելագործված ձևով։ Պարոն Ֆարմանյան, այս վերջերս մի ռուբրիկա մտածեցինք, որ հաղորդման մեջ անպայման վերջում երգենք։ Մի երգ չերգենք միասին։ Գիտեք ինձ ես մի քիչ երգելուց հեռու եմ, բայց ասենք իմ երգերը մի քիչ տարբերվում են ձեր երգերից, չնայած շատ հայրենասիրական երգեր։ Գինի լիցը մի հատ չերգենք իհարկե։ Ես ցավոք սրտի բառերը չգիտեմ, բայց ասենք ես միշտ երգում եմ վարշավյանկեն, եթե չգիտեք, ձեզ ասեմ մարշ վперед, рабочий народ։ Հայերեն, բա ինչ։ Հայերեն թարգմանել եմ շատ շուտով, ես ձեզ կներկայացնեմ հայկական տարբերակ վարշավյանկա երգի։ Բառերը շատ հզոր են, որ թե ռուսական տարբերակում, թե ֆրանսիական, թե էսպային, որ տվյալ իշխանությունը խաբում է բանվոր դասակարգին եւ իր ժողովրդին։ Եվ քաջ եղբայրներ մարշ առաջ,
անելու են ինչ որ պիտի անենք։ Աշխարհսարսեց հայու ահը, գետին ընկավ թուրքի գահը, քեզ պատմեմ Թալիաթի մահը գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողած անուշ, խմողած անուշ։ Չեք ձայնակցում։ Չեմ կարում։ Ցավոք սրտի չեմ կարում, բայց խոստանում եմ մյուս հաղորդաշարին ես ձեզ հետ կերկեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Մեկնաբանությունների եւ ձեր դիտարկումների համար։ Բարեկամներ, այսպեսին էր այսօր մեր հաղորդումը, մեր հյուրը Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության նախագահ Արթուր Ֆարմանյանն էր։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ հաղորդումը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։